Հանուն Հոր եւ Որդու եւ Որդուին Սրբո, ամեն։ Չար եւ շնացող մի ազգ նշան է փնտրում։ Նա նշան չի տրվի, եթե ոչ Հովնանու նշան։ Ինչպես Հովնանը 3 օր կետի փորում էր եւ 3-րդ օրը դուրս եկավ եւ քարոզեց նինվեացիներին ու նինվեացիները ապաշխարեցին, փրկվեցին, այդպես էլ մարդու որդին 3 օր երկրի ընդերքում։ Այս խոսքերը ուղղված են մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի կողմից հրյա ազգին, հրյա ժողովրդին, որ բազմաթիվ նշաններ ու հրաշքներ տեսան Տիրոջ ձեռքով գործված, բայց չհավատացին, ի վերջո Քրիստոսին խաչեցին։ Եվ Տերը խիստ խոսեց եւ ասաց, որ ձեզ ուրիշ նշան չի տրվի, եթե ոչ նինվեացիների նշանը, ապաշխարության հորդորն է ձեզ, որտեղ բազմաթիվ հրաշքներ տեսաք եւ չհրաժարվեցիք ձեր չար ընթացքից, այդ պատճառով այլևս հրաշքներ չեն լինում, բավ է այն հրաշքները, որ ձեզ համար եղան, պետք է ապաշխարիք։ Այսօր տոնն է Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիների եւ թոռների, Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի եւ Դանիելի։ Մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ամենամեծ հրաշքը եղավ մեր ազգի, մեր ժողովրդի համար։ Եթե մեր Տերը Հիսուս Քրիստոս 3 օր գտնվեց դժոխքում, քանդեց եւ դուրս արվեց, ապա մեր Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի գտնվեց խոր վիրապում։ Սա է ամենամեծ հրաշքը մեր ազգի, մեր ժողովրդի համար։ Մեր Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի 13 տարվա արգելափակումը, խոր վիրապում, մահապարտների գուբում եւ անվնաս մնաց ու 13 տարի լրանալուց հետո դուրս եկավ եւ լուսավորեց հայոց աշխարհը։ Եվ իբրև ճշմարիտ արմատների շարավիղ եղան նրա որդիները Արիստակեսը, Վրթանեսը։ Արիստակեսը սուրբ կյանքով էր ապրում, ամուսնական կյանք չմտավ, այլ ճգնում էր, աղոթում էր, ավետարաններ քարոզում Հայաստանի տարբեր վայրերում։ Երբ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը իր կյանքի վերջում գնաց Սեպուհ լեռը ճնգնելու, Տրթատ թագավորը Սուրբ Արիստակեսին բերել տվեց Կեսարիայից եւ դարձրեց հայոց հայրապետ։ Սուրբ Արիստակեսը մասնակցեց Նիկիայի տիեզերաժողովին եւ քանի որ ճգնավոր էր, վտիտ տեսք ուներ, նիհար էր, ապա արիոսականները սկսեցին ծաղրել մեր Սուրբ Հայրապետին, ասեցին հայոց հայրապետը նման է մաճկալի, հողագործի, ոչ թե առաջնորդի։ Եվ եթե մաճկալ ես, ապա մտիր ծովը հերքիր։ Շատ բարի, ասաց Սուրբ Հայրապետը, վերցրեց եզների մի լուծ, մտավ ծովը ու ակոսներ բացեց, հերքեց։ Եվ վերադարձավ ծովի վրայից շրջելուց հետո, եկավ եւ ասաց, եթե դուք էլ ճշմարիտ հավատք ունեք, ապա մտեք ծովի մեջ սերմեր ցանեք, ակոսների մեջ ցանեք, դե թող աճի։ Զարհուրեցին, սարսափեցին արիոսականները, թողեցին ու փախան, եւ այդպիսով մեր Սուրբ Հայրապետի հռչակը ամենուրեք տարածվեց։ Նիկիայի տիեզերաժողովից վերադառնալուց հետո Սուրբ Արիստակեսը բազմեց հայոց գահին 326 թվականներ դա։ Բայց ինչպես Տրթատ թագավորին թունավորեցին, ինչպես չէին ընդունում Սուրբ Գրիգոր Լուսավորչին, այդպես էլ Արիստակեսին սպանեցին։ Ծոփքի իշխան Արքեղայոսը, որ չէր հանդուրժում Սուրբ Հայրապետի հանդիմանանքները, որտեղ հանդիմանում էր Սուրբ Հայրապետը նրանց իրենց չար ընթացքի համար, մի օր առանձին տեսնելով Սուրբ Հայրապետին սրախոխող արեց, սրով սպանեց։ Եվ տարան Սուրբ Հայրապետի մարմինը
զետեղեցին թիլ ավանում։ Նրանից հետո հայոց գահին բազմեց Վրթանեսը։ Վրթանեսը արդեն ամուսնացած էր, ուներ երկու որդի՝ Հուսիկ և Գրիգորիս։ Վրթանեսին էլ ուզում սպանել։ Մի օր պատանակի ժամանակ զինվորները շրջապատեցին եկեղեցին և ուզում էին մտնել և հենց պատարագի ժամանակ Սուրբ Հայրապետ Վրթանեսին սրախոխող անեին, բայց Աստծո պատիժը վրա հասավ։ Կարկամեցին, չորացան ձեռքերը, ոտքերը ու մնացին եկեղեցու դռանը, չկարողացան ներս մտնել։ Երբ պատարագը վերջացավ, Սուրբ Հայրապետը դուրս եկավ եկեղեցուց և տեսավ մի զորք է կանգնած եկեղեցու դռան, ասաց՝ ինչ եք անում այստեղ։ Մի կերպ կարողացան խոսել, որտով ձեռքերը, ոտքերը կարկամած էին, ասացին, որ մենք հրամանով եկել էինք քեզ սպանելու, բայց Աստծո պատիժը տեղում մեզ վրա իջավ։ Եվ այսպես կարկամած, չորացած կանգնած ենք, ոչ շարժվել ենք կանգնում, ոչ էլ քայլել։ Եվ աղոթեց մեր Սուրբ Հայրապետը, արձակեց նրանց կապակներից և ասաց՝ գնացեք այլևս մի մեղանչեք։ Այնուհետև Սուրբ Հուսիկին էլ սպանեց Տիրան թագավորը։ Ինչպես սպանեց։ Արյունարբու էր Տիրանը, շատ չարիքներ էր գործել և Սուրբ Հուսիկը արգելեց Տիրանի մուտքը եկեղեցի։ Եվ հենց եկեղեցու դռանն էլ սպանեցին Սուրբ Հուսիկին, որից հետո գալիս է Գրիգորիսը։ Գրիգորիսին սպանեցին մասկութները, ձիու պոչից կապելով նրան ու քարշ տալով դաշտով մեկ, որից հետո գալիս է Դանիելը։ Դանիելը թեպետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի շարավիղը չէ, բայց Սուրբ Գրիգոր Լուսավորչի աշակերտն է, ասորի է ազգությամբ, բայց հավատարիմ ծառան է մեր Սուրբ Հայրապետի Գրիգոր Լուսավորչի։ Տիրան թագավորը երբ սրախոխով սպանում է Հուսիկին, Դանիելին ասում է՝ արի դու բազմիր հայոց հայրապետական գահին։ Սուրբ Դանիելը հանդիմանում է Տիրան թագավորին, ասում է՝ անօրեն, ինչպես քո ձեռքը բարձացավ և սպանեցիր Սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռանը, Սուրբ Հուսիկին, դու կարծում ես ես հայրապետական գահին բազմելով քեզ պետք է գովեմ այդ չար արարքի համար, ոչ, պետք է նզովեմ ու պարսավեմ քեզ, որ Սուրբ Հայրապետին սպանեցիր։ Եվ բարկության մեջ Տիրան թագավորը հրամայում է և սրախոխով սպանում է նաև Դանիելին։ Այսպիսով Սուրբ Գրիգոր Լուսավորչի սերունդը շարավիղը կարծես ուզում էին վերացնել, բայց հետագայում Ներսես մեծը եղավ, Սահակ Պարթևը եղավ և Սահակ Պարթևով դադարեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի ուղղակի շարավիղը։ Մենք այսպես վարվեցինք մեր երախտագետի, մեր Սուրբ Հայրապետի Գրիգոր Լուսավորչի և նա շարավիղի սերունդների հանդեպ։ Եթե մենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատքն ենք կրում, նրա կյանքի վարդապետության հետևորդն ենք, ապա Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրհնությունն ու բարեխոսությունը կիջնի մեզ վրա։ Իսկ եթե հետևում ենք մեր ազգի այն չար արարքներին, որ Սուրբ Հայրապետին և նրա շարավիղին վերացին ուրախի, ոչնչացնին, ապա անեծք ու նզով կիջնի մեզ վրա։ Ուրեմն ընտրենք, ինչ ենք ուզում, օրհնություն ենք ուզում, թե պատիժ։ Կարծեմ, թե ուզում ենք, որ օրհնություն իջնի մեզ վրա։ Բավական պատժվել ենք։ Սուրբ Հայրապետի շարավիղը, Սուրբ Արիստակեսը, Վրթանեսը, Հուսիկը, Գրիգորիսը, Դանիելը թող բարեխոսեն մեզ համար, որպեսզի պատիժները վերանան, օրհնություններ իջնեն։